Եվ հաճախ կարիք է լինում, որ երկրորդ կարծիք լինի ուրիշ մասնագետի կողմից, եւ դա ամբողջ աշխարհում ընդունված է, հատկապես Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայի որոշ քաղաքներում, դա Գերմանիան է, Ֆրանսիան է, շատ մեծ տոկոսով կատարում են երկրորդ կարծիք այդ գործողությունը։ Հայաստանում դեռ դա քիչ է լինում, մենք խնդիր ունենք իհարկե բժիշկների կողմից մի քիչ լավ չի ընդունվում այդ բանը, որ ուրիշ կարծիք լինի, կարծես թե թերագնահատվում է իրենց խոսքը եւ փորձը, բայց դա այդպես չէ։ Ամենակարևորը, ինչ որ ես ուզում եմ ասեմ, ավելի շատ կվերաբերվի մեր սիրելի բժիշկներին, գոլեգաներին, որ երբեք չխուսափել այդ խնդրից։ Երկրորդ կարծիքը միայն օգուտ է հիվանդին եւ չպետք է ամբիցիաները առաջ գան։ Կարևորը, որ մենք կարողանանք մաքսիմալ օգնենք հասկեղով հիվանդին, որովհետեւ ախտորոշումը լինում է հատկապես հյուսվածքաբանական շատ դեպքերում վճռահարույց նյուանսներով, գենետիկ հետազոտության տվյալներով, որոշ իմունոհիստոքիմիական պատասխաններով, այդ ամենը դժվար է ճիշտ կողմնորոշվել։ Իհարկե, փորձված կլինիկաներում Երևանի կատարվում են եւ տումոր բորդեր, կոնսիլիումներ, դա միաձայն որոշում չի, բայց միևնույն է, բուժումը վարում է մի բժիշկ, անցնում են ամիսներ, հատկապես խոսքը գնում է քիմիոթերապիայի մասին, այդ ժամանակ կարող են լինել խնդիրներ։ Օրինակ, քիմիոթերապիան լավ չաշխատեց, արդյունքը քիչ է։ Պետք է արդյոք շարունակել այդ կուրսերը, ինչքան է պետք։ 4, 6, 10 դեպքեր կան, որ կուրսերի քանակը չափազանց շատ է, բայց արդյունքը այդքան շատ չէ։ Երբ է պետք փոխել թիրախային կամ իմունոթերապիան, երբ պետք է անցնել կամ վարել զուգահեռ։ Ես չեմ ասում, որ մենք ամենախելացին ենք եւ ամենամեծ փորձ ունենք։ Ոչ, պարզապես միշտ այս ժողովրդի ասած կողքից լավ է երևում, այստեղ էլ թարմ մոտեցում նույն հիվանդին, որից ոչ թե բժիշկը հոգնում է, պարզապես կարող է վրիպի որոշ ամենօրվա տվյալները եւ երկրորդ կարծիքը միայն կօգնի կնպաստի, որ շարունակությունը բուժման լինի ճիշտ։ Երկրորդ կարծիք կատարելու համար դա սովորական կոնսուլտացիա է իհարկե, բոլոր թղթերով, փաստաթղթերով, սկավառակներով եւ տարբեր կլինիկաներ կան։ Իհարկե խորհրդատվությունը պետք է կատարի փորձված եւ առաջատար մասնագետ, ցանկալի է ուրիշ կլինիկայում, նույնիսկ կան միջազգային կոնսուլտացիաներ, դա էլ է բավականին ընդունված եւ մենք չենք զլանում դիմել մեր գոլեգաներին, դա կլինի Գերմանիայում, Իսրայելում, թե Մոսկվայում կամ նույն Ֆրանսիայում, որտեղ որ ունենք մեզ մոտիկ եւ փորձված ծանոթներ, ընկերներ, այդ խորհրդատվությունները եւ որոշ դեպքերում լինում են ընկերական, այսպես ասած, հողի վրա, բայց հաճախ դա կարող է լինել իհարկե եւ վարձատրվող։ Բայց ամեն դեպքում երկրորդ կարծիքը պետք է մտնի մեր առօրյայի մեջ եւ չխուսափել դրանից, իսկ հիվանդները, պացիենտները եւ իրենց հարազատները չպետք է մտածեն, որ մեկին կվիրավորեմ։ Ճիշտն ասած, ես իմ մեծ փորձով երկարամյա միշտ մի պրինցիպ ունեի, որ կարող են նեղանան որոշ գոլեգաները, բայց եթե հիվանդի օգտի համար ես պետք է ասեմ ինչ որ մի բան, որ չի համընկնում իրենց ասածի հետ, ես միշտ կողմնակից եմ պացիենտին օգնելու։ Թող բոլորը ճիշտ հասկանան, բայց իրոք այս հիվանդությունը, այս դաժան հիվանդությունը, որը ցավոք հաճախ վերջանում է եւ վատ, պետք է մենք օգտագործենք բոլոր հնարավոր միջոցները, այդ թվում եւ հորոսկաբանի երկրորդ կարծիքը։ Այսքանը հարցեր կլինեն դիմեք, ես կպատասխանեմ։ Ստեսություն, միջնոր հանդիպում։